Ցավում եմ, որ Տիկին Բաղդասարյանը այստեղ չէ, որովհետև բավականին հուզմունքով խոսեց գերիների վերադարձին առնչվող հարցից, իսկապես հարց է, որ չի կարող չհուզել որևէ Հայաստանի Հանրապետության քաղաքացու եւ Հայաստանից դուրս ապրող որևէ հայի, բայց նաեւ այն մի թեթև մունոթը, որ պարունակվում էր նրա խոսքում, եւս անհասկանալի է։ Ի վերջո Տիկին Բաղդասարյանի քաղաքական թիմի եւ նրա ղեկավարի իրականացրած գործողությունների կամ անգործության հետևանքով է, որ մեր տղաները հայտնվել են Բաքվի բանտում։ Հիմա եկել ում եք ինչ ասում։ Կրկնում եմ, ձեր գործողությունների եւ նաեւ ձեր անգործության բերումով է, որ մեր հայրենակիցները հայտնվել են Բաքվի բանտում։ Ես դեռ չեմ խոսում նաեւ անհետ կորած մեր հայրենակիցների ճակատագրի մասով, որտեղ ընդհանրապես որևէ առաջընթաց չի արձանագրվել։ Ավելին ծնողները նույնիսկ տարական ակնկալիքներ ունեն օրինակ ազգային անվտանգության ծառայության ղեկավարից, որ նրանց կընդունի մինիմալ տեղեկատվություն կփոխանակի իրենց հետ։ Երբ հանձնաժողովների աշխատանքներն են իրականացվում, այդտեղ էլ որևէ առաջընթաց չկա, պարզապես առաջընթաց չկա, ես ասում եմ որպես մարդ, ով իսկապես հետաքրքրված է եղել, մշտապես հարցադրումներ հնչեցրել է, եւ ես պետքա ցավով արձանագրեմ, որ որևէ առաջընթաց ուղղակի գոյություն չունի։ Եվ Տիկին Բաղդասարյանը ինչքան էլ այստեղ հուզմունքով խոսի, մի բան ակնհայտ է, որ հենց իր քաղաքական թիմի գործունեության կամ անգործության բերումով է, որ այսօր տասնյակ մարդիկ շարունակում են գտնվել Բաքվի բանտում, իսկ այն նույն ժամանակահատվածում, երբ Ադրբեջանը էթնիկ զտում էր իրականացնում մեր հայրենակիցների նկատմամբ, Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթեր էր մտնում եւ ասում էր, որ մեր քաղաքացիներին որևէ վտանգ չի սպառնում։ Սա է իրականությունը։ Եվ այստեղ այո, ճիշտ են մեր բոլոր հարցադրումները, որ դուք չեք անում ամեն բան մեր հայրենակիցներին վերադարձնելու համար։ Սիրելի հայրենակիցներ, կարծում եմ բավականին կարևոր հանձնաժողովի նախագահի ընտրության հարց ենք քննարկում եւ պետք է անկեղծ լինեմ եւ ասեմ, որ երբ որ քննարկում ենք ընդհանրապես հանձնաժողովի ղեկավարի ընտրության հարցը կամ որևէ հանձնաժողովի ղեկավարի պաշտոնում մեր ֆրակցիայի անդամ առաջադրելու հարցը, ունեինք հստակ համոզմունք, որ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերով հանձնաժողովն է հենց այն հանձնաժողովը, որտեղ կուզենայինք ունենալ նախագահի թեկնածու, որովհետև հենց ընդդիմությունն է, որ այդ բոլոր հարցերը պետք է բարձրաձայնի, եւ ես վստահ եմ, որ Տիկին Գալստյանը լինելու է Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու, առանց որևէ խտրականության, յուրաքանչյուր քաղաքացու հետ կապված խնդիրները բարձրաձայնող անձը։ Հիմա եկեք հասկանանք, արդյոք Հայաստանի Հանրապետությունում պաշտպանված են մարդու իրավունքները։ Հարցը առաջանում, որ մարդու իրավունքները։ Եթե այդ մարդը ընդունել է ՔՊ կուսակցության խաչը, եթե ՔՊ համակիր է, իր իրավունքները ամենայն հավանականությամբ պաշտպանված են կամ գոնե ոտնահարված չեն։ Որ պահից այդ նույն մարդը չի պաշտպանում իշխող քաղաքական ուժի հայացքները, նրանց ձայն չի տալիս, իրենց հետ չի աշխատում, տեղում վերածվում է քաղաքական հալածյալին։ Եվ սրա մասին բազմաթիվ են, այսինքն կարիք չկա նույնիսկ անուններով հնչեցնել, բոլորը սրա մասին գիտեն, երկակի ստանդարտներ է։ Նիկոլ Փաշինյանը կարող է ամբիոնին կանգնել ասել, ես ձեզ սիրում եմ, խոնարհվում եմ ձեր առաջ, բայց վստահաբար դա բացառապես այն մարդկանց է վերաբերում, ովքեր իր համակիրներն են։ Որտեվ երբ որ պտտվում ու տեսնում է, որ իր համակիրը չի, ասում է դու ինչու չես զոհվել։ Ես դες հələ կսատկացնեմ, գետնին կպարկացնեմ։ Սա է ընդհանուր մոտեցումը։ Սիրել եւ խոնարհվել մարդկանց առջեւ, ովքեր քո համակիրն են, եւ գետնին փռել, ասֆալտ փռել, հետո ասֆալտին փռել մարդկանց, ովքեր քո համակիրը չեն։ Մարդու իրավունքների պաշտպանության մասին մոտեցումը բացառապես այս հայացքով ու երկակի ստանդարտների այս մոտեցմամբ է, որ իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում։ Ու սա վերաբերում է սովորական Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին եւ տարբեր ոլորտի ներկայացուցիչներին։ Այդ թվում նաեւ բիզնեսի։ Օրինակ Գագիկ Ծառուկյանին պետք էր այդպես անմարդկային ձևով գետնին տապալել, բանտարկել, բիզնեսները խլել, իսկ նրանք, ովքեր այս իշխանության համակիր բիզնեսմեններ են, իրենք խնդիր չունեն, իրենք ընդհանրապես ժամանակին տեղին նուծվում են ՔՊ կուսակցությանը կամ Իմ քայլը հիմնադրամին եւ դրանով ապահովագրում են իրենց ապագան։ Օրինակ ջերմուկը, եթե հանկարծ տվյալ կազմակերպության ղեկավարը հանկարծ համարձակվեր այլ բան ասեր, ջերմուկը հիմա կպետականացվեր, կասկած ունեք։
Ինչպես պետականացվում է, այսպես ասած, պետականացվում է, փասացի խլվում են մնացած բոլոր բիզնեսմենները։ Նույնը դատավորների մասով, այն դատավորներն, ովքեր իրականացնում են ձեր ցանկացածը, այսինքն քաղաքական որևէ անձի բանտարկում, շատ լավ դատավորներ են, իսկ նրանք, ովքեր մի փոքր այլ որոշում պետք է կայացնեն, նրանք կարգապահական վարույթներ են հայտնում նրանց նկատմամբ, դուրս են մղվում համակարգից, Դավիթ Հարությունյանի օրինակը դրա վառ ապացույցն է։ Մնացած անունները չեմ տալիս, հատուկ ուշադրություն նրանց վրա չսևեռելու մասով։ Նույնը եղել է նաև Հովիկ Աղազարյանի մասին։ Երբ որ նա ձեր շարքերում էր, ինքը խնդիր չուներ, որ պահից ինքը դուրս է եկել, ԿՊ խմբակցությունից կամ հեռացվել է, ինչպես երևի ավելի ճիշտ կլինի ասել, նրա մասնավոր կյանքը նույնիսկ դարձավ հանրային սեփականություն, մասնավոր իրավունքի, մասնավոր կյանքի իրավունքը ամբողջությամբ ոտնահարվեց։ Նույնը տեղի է ունենում նաև համայնքապետերի հետ կապված։ Այստեղ չեմ հիշում ով երեք ասում էր ԿՊ-ից, որ բա գիտեք, տեսեք, մեր իշխանության օրոք ընդդիմադիր համայնքապետեր են ընտրվում։ Շատ լավ է, կարող են ընտրվել, բա հետո իրանց հետ ի՞նչ է տեղի ունենում։ Պարոն Ասլանյան, ձեզ հետ ի՞նչ տեղի ունեցավ։ Դուք ընտրվել էիք։ Պարոն Ասլանյանը բավարար թվով ձայներ ուներ, որպեսզի ընտրվեր համայնքապետ, բայց նրա նկատմամբ իրականացվեց հասկանալի է ինչ, քաղաքական հետապնդում, մարդը գնացել եւ նստել է։ Եվ եզակի դեպք չի հո պարոն Ասլանյանի դեպքը։ Բազմաթիվ են նման դեպքերը։ Եվ այսօր էլ կան այո ընդդիմադիր համայնքապետեր կան, բայց ձեր այսպես կոչված իրավապահ համակարգը մեխանիզմները հո պարապ չեն նստել, գալիք ընտրություններից առաջ լավ էլ քայլեր ձեռնարկում են, դրա մասին առաջիկայում էլ կխոսենք, որպեսզի թույլ չտան որևէ ընդդիմադիր համայնքապետ Հայաստանի Հանրապետությունում ուղղակի գոյություն ունենա։ Շատ կարևոր է պրիվենտիվ, բայց եթե չի ստացվում պրիվենտիվը, հետո այլ քայլեր են, ավելի կոշտ քայլերի են գնում։ Մասնավոր կյանքի անձեռնմխելիությունը իսկապես ֆունդամենտալ իրավունք է, որը ամբողջությամբ ոտնահարված է Հայաստանի Հանրապետությունում։ Կարծում եմ ձեզ համար եւս նորություն չի լինի։ Այսօր Հայաստանում նույնիսկ երկու մարդ իրար հետ զրուցելիս փորձում են կամ շշուկով խոսել, եթե քաղաքական դիրքորոշման մասին պետք է խոսեն, կամ հեռախոսը հեռու միտեղ դնում են, նոր սկսում են շփվել։ Կարծում եմ դա շատ տարածված բնական միջավայր է դարձել յուրաքանչյուր Հայաստանի Հանրապետության քաղաքացու նկատմամբ։ Ընդ որում, եթե խոսքը վերաբերեր բացառապես ընդդիմադիր գործիչներին, ես այդտեղ կհասկանամ, ես էլ հո վաղուց գիտեմ, որ մեզ լսում են։ Բայց երբ որ Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացի ինձ փողոցում տեսնում է այսպես գաղտնի փորձում է մի բան ասել ու գնալ, որպեսզի հանկարծ որևէ տեղ դա չֆիքսվի, որպեսզի հետագայում նրա նկատմամբ քաղաքական հետապնդում չլինի, դա ուղղակի խոսում է իրական մթնոլորտի մասին Հայաստանի Հանրապետությունում, որովհետև այն վախի մթնոլորտը, որ դուք տարածում եք, չի կարող իր հետևանքները չունենա սովորական քաղաքացիների վրա։ Գործից աշխատանքից հեռացումներ, Facebook-յան ստատուսի, ուղղակի մի քլիքով մեկին լայքելու համար մարդիկ հեռացվում են աշխատանքից։ Մասնավոր կյանքի մասին խոսելիս, վերջերս Գագիկ Ծառուկյանի ընտանիքի հետ կապված մի իրավիճակ ստեղծվեց, որտեղ մարդու մասնավոր կյանքի ընդ որում չապացուցված դրվագներ դարձան հանրային սեփականություն, որը մարդու ուղղակի արժանապատվությունը նվաստացնելու եւ բարելավելու նպատակ է ունեցել, ուրիշ ոչինչ։ Կամ երբ որ արդեն ազգային անվտանգության ծառայությունը սահմանապահ զորքերը կարողանում են տեսանյութ տրամադրել մարդու մասին, ու երկրի ղեկավարն էլ ասում է ինչ կա այդտեղ, ինքն է որոշել, ազգային անվտանգության ծառայությունը կարող է արտահոսք իրականացնել։ Չի ասում կարող է տրամադրել ինֆորմացիա, ասում է նորմալ է։ Եթե ազգային անվտանգության ծառայությունից արտահոսք է տեղի ունենում։ Սա ուղղակի խայտառակություն է։ Կանանց իրավունքների մասին խոսեցինք, պարոն Հարությունյան, խայտառակ անեկդոտ եք պատմել, խայտառակ, հուսով եմ գիտակցել եք։ Նույնիսկ մի քանի տղամարդկանցով նստած այդ անեկդոտը պատմելը արդեն ամոթ է, բայց դուք եկել եք ազգային ժողովի դահլիճում նստած եք դա պատմում, լավ չի, դա խայտառակություն էր ուղղակի։ Երբ որ խոսեց ԿՊ-ական կին պատգամավորները խոսում են նրա մասին, որ իրենց ընտանիքներ են մտնում եւ այլն, ես ուղղակի իմ գործընկերներն էլ, կին գործընկերներն էլ գիտեն, կարող են դուք անձնապես ինչ-որ բան չեք ասում, բայց էր կողքի ինֆլուենսեր կոչվողները, բլոգերները, ֆեյքեջերը տեսել եք ինչեր են տարածում,
ու դուք դեռ խոսում եք կանանց իրավունքներից, լավ, մենք հենց հասկացանք։ Արեգնազ Մանուկյանի մասին ինչու մինչև հիմա որևէ մեկը չեք բարձրաձայնում այդպես էլ։ Տարբեր հարցադրումներ հնչեցվեցին կանանց իրավունքներ, ընտանեկան բռնություն, ընտանեկան բռնության մասին, կնոջ իրավունքների պաշտպանության մասին խոսողները մի բառ չասեն Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ, ավարտում եմ մի նախադասություն։ Անդրանիկ Թևանյանի տեսակցությունները բաց են։ Արեգնազ Մանուկյանը, որ անցնում է այդ գործով, զրկված է իր երեխայի հետ շփվելու հնարավորությունից։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության անունից ելույթ կունենա Զարուհի Բաթոյանը։